Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2026 թվականի սեպտեմբեր ամսվա կանխատեսումների մասին, որոնք վերաբերում են մեր աստղաբանական շրջանի 11-րդ նշանին, այսինքն մեր ինքնատիպ ջրհոսներին, որոնց գլխավոր մոլորակը Ուրանն է, եւՈւրանը վերջերս շատ մեծ դեր է խաղում բոլորիս կյանքում, եւ առանձնապես ջրհոսների համար այն շատ լավ դիրքում է այժմ գտնվում։ Սեպտեմբերին նույնպեսՈւրանը կլինի 5-րդ ոլորտում եւ առաջիկա մի քանի տարիներըՈւրանը այստեղ չի պատրաստվում լքել։ Սիրելի ջրհոսներ,Ուրանի մասին ունեմ առանձին հոլովակ, կարող եք այն գտնել իմ էջում, որպեսզի հասկանաք, թեՈւրանը ինչ նոր հնարավորություններ է բացվում ձեզ համար ապրիլի 26-ից սկսած, երբ այն մուտք է գործել ձեր 5-րդ ոլորտ եւ առաջիկա 7.5 տարին այն ամբողջովին հիմնովին վերափոխելու է ձեր կյանքը։ Սիրելիներս, դուք առուսների հետ զուգահեռ համարվում եք 2026-27 թվականի հերոսները, այն առումով, որ հյուսիսային եւ հարավային կետերը այժմ գտնվում են ջրհոս եւ առյուծ առանցքի վրա եւ նշանակում է ձեր կյանքը այս 2 տարվա ընթացքում պետք է ամբողջովին, եթե ոչ գլխի վայր, պետք է փոխվի։ Այսինքն արդեն ջրհոսների ծրագիրը, կյանքի ծրագիրը փոփոխման ենթակա է։ Սկսած այս օգոստոս ամսից, որովհետև մենք օգոստոսին ունեցել ենք 2 խավարում, սիրելիներս, եւ նշանակում է այդ խավարումները շոշափելով ձեր առաջին եւ 7-րդ ոլորտները, նրանք ամբողջովին հեղաշրջելու են ձեզ, ամբողջովին փոխելու են ձեր միջավայրը, փոխելու են ձեր ապրելու կարգավիճակը, այսինքն եթե դուք ամուսնացած եք, միգուցե կամուսնալուծվեք կամ հակառակը, եթե դուք ուրեմն միայնակ եք, հնարավոր է որ դուք գտնեք ձեր երկրորդ կեսի, նաև շատ ջրհոսների մոտ սպասվում է երեխաների ծնունդ կամ ինչու՞ չէ նաև ուրեմն կարիերայում շատ լուրջ ուրեմն բարձունքների վերելքներ։ Սիրելիներս, այս ամենը ասում եմ նրա համար, որպեսզի դուք պատրաստ լինեք, որովհետև այս տենդենսը շարունակվում է մինչև 2027 թվականի օգոստոս ամսին, երբ մենք կրկին կունենանք ուրեմն խավարումներ ձեր առաջին եւ 7-րդ ոլորտներում եւ նշանակում է ձեր կյանքը փոխվելու է։ Բացի դրանից մենք հիշում ենք, որ միայն վերջերս Յուպիտեր մոլորակը մասնավորապես հունիսի 29-ին, 30-ին մուտք է գործել ձեր 7-րդ ոլորտ եւ շատ ջրհոսների համար բացվում են դռներ ընտրություն կատարելու, սիրելիներս, երբ Յուպիտերը հայտնվում է որևիցե ոլորտում, այն շատացնում է մեր հնարավորությունները։ Ուստի նաեւ ընտրություն կատարելն է մի փոքր բարդանում մեզ համար, որովհետեւ եթե մենք պետք է ընտրենք, ասենք 2-ի կամ 3-ի միջև, շատ հեշտ են կողմնորոշվում, բայց երբ մենք պետք է ընտրենք 20-ի միջև, այստեղ արդեն բավականին լուրջ փորձության առաջ ենք մենք կանգնում։ Եվ տեսեք նաև Յուպիտերը ձեզ առաջիկա 1 տարին մինչև 2027 թվականի հուլիս ամիսը ներառյալ բերում է ձեզ շատ հաճախորդներ, եթե դուք սպասարկման ոլորտում եք, բերում է ձեզ նոր միջավայր եւ նոր շրջապատ։ Սիրելիներս, այժմ խոսելու ենք աշնան առաջին ամսվա մասին, որը պատրաստվում է լինել բավականին բարեհաջող, հանգիստ, դինամիկ եւ այս ամսվա ընթացքում, եթե կարևոր գործեր ունեք պլանավորած, կապված փաստաթղթային հարցերի հետ, կապված ճամփորդությունների հետ, կապված ուսումնական ծրագրերի հետ, կամ ինչու՞ չէ նաեւ անձնական կյանքում այդ ամենը փորձեք իրականացնել հենց սեպտեմբերին, որովհետև մենք հոկտեմբերին ունենալու ենք 2 հետընթաց մոլորակ եւ ձեզ համար շատ կարեւոր ոլորտում են լինելու այս 2 մոլորակը հետընթաց 10-րդ ոլորտի մասին է խոսքը եւ նշանակում է հոկտեմբերը եւ ինչու՞ չէ նոյեմբերի առաջին ուրեմն կեսը ձեզ համար կլինի ուրեմն փորձություններով լի, դժվարություններով լի, այդ իսկ պատճառով օգտվենք սեպտեմբերի հնարավորությունից եւ մեր գործերը կարողանանք դասավորել այնպես, որ բոլոր գործերը մենք կարողանանք ավարտել հենց այս ամսվա ընթացքում։ Դե ինչ գնացինք ուրեմն սկզբից սեպտեմբերի 8-ին Վեներա մոլորակը, որը դեռևս ձեր 9-րդ ոլորտում է, հյուսիսային կետի հետ տրին է կազմում։ Իդեպ օգոստոսի 18-ից հյուսիսային հարավային կետերը արդեն տեղափոխվել են ձեր առաջին եւ 7-րդ ոլորտներ։ Սա նշանակում է, որ սեպտեմբերի 8-ը ձեզ համար բարեհաջող է օտարերկրացիների հետ համագործակցելու, ուսումնական գործընթացները կարգավորելու, դատական պրոցեսները հաջող լուծելու, ինչու՞ չէ նաև վիզա ստանալու, ուրեմն տեսեք Վեներան 9-րդ ոլորտից տրին է կազմում ձեր նշանի նկատմամբ։
Ամսի 10-ին սակայն Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 10-րդ ոլորտ սիրելիներս եւ այստեղ Վեներան արդեն հոկտեմբերի 3-ից սկսած ունենալու է հետընթաց։ Սա նշանակում է, որ եթե մենք կարևոր հարցեր ունենք կապված օրինակ արտաքին տեսքի հետ, ներարկումներ, պլաստիկ վիրահատություններ, ինչ որ արտաքին տեսքի փոփոխություններ կամ անձնական կյանքում ունենք լուրջ հարցեր, այդ հարցերը պետք է մենք լուծենք սեպտեմբերի 10-ից հետո։ Վեներան այստեղ նպաստավոր պայմաններ է ստեղծում այդ ամենը իրականացնելու համար։ Պետք չէ թողնել դա հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին։ Հենց նույն օրը սեպտեմբերի 10-ին Մերկուրի մոլորակը մուտք է գործում 9-րդ ոլորտ եւ այսպիսով Մերկուրին ուրեմն 9-րդ ոլորտից նույնպես շատ լավ ասպեկտացիաների մեջ է լինելու ձեր նշանի նկատմամբ եւ հատկապես ձեր առաջին ոլորտում գտնվող Պլուտոնի նկատմամբ սիրելիներս, որովհետեւ Պլուտոնը բավական ժամանակ է արդեն ձեր առաջին ոլորտում է եւ բավական երկար էլ դեռ կմնա այստեղ, որը ձեզ տալիս է ուժ, հնարավորություն, ինչու՞ չէ նաեւ ամբիցիաներ, որպեսզի հասնեք մեծ բարձունքների եւ Մերկուրին մուտք է գործում 9-րդ ոլորտ, սակայն ամսվա վերջում հասցնելու է կրկին փոխել իր ոլորտը եւ նշանակում է պետք է մենք այս կարճ ժամանակահատվածից սեպտեմբերի 10-ից մինչեւ 30 ընկած ժամանակահատվածում օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները ֆինանսական հարցերը լուծելու, փաստաթղթային հարցերը լուծելու, ինչու՞ չէ նաեւ արտասահման մեկնելու կամ այնտեղ մշտական բնակության հարցերը լուծելու համար Մերկուրին այդ ամենին օգնում է։ Սակայն նշեմ, որ Մերկուրին եւս պատրաստվում է հոկտեմբերին լինել ընթաց, այդ իսկ պատճառով սեպտեմբերին բավականին արագաշարժ է եւ պետք է օգտվել պարզապես այս արագությունից, որովհետեւ Մերկուրի արագությունը մեզ ձեռնտու է մեր հարցերը արագ կարգավորելու համար։ Հենց նույն օրը սեպտեմբերի 10-ին տեսեք որքան մենք այսօրը իրադարձություններով հարուստ օր ունենք, ձեր գլխավոր մոլորակ Ուրանը սկսում է իր հետընթացը։ Նախ նշեմ, որ Ուրանի այս հետընթացի մասին կունենամ առանձին հոլովակ, որովհետեւ բավական հետաքրքիր հետընթաց է ունենալու տարբեր ասպեկտացիաներով զուգակցվող սիրելիներս, սակայն Ուրան մոլորակը ձեր 5-րդ ոլորտում սկսում է հետընթաց։ Ընդհանրապես բարձր մոլորակները երբ սկսում են իրենց հետընթացը, նրանք ունենում են ստացիոնար վիճակ, այսինքն երբ կանգ են առնում, որպեսզի փոխեն իրենց ուղղությունը։ Եվ նշանակում է, որ սեպտեմբերի 10-ը եւ 11-ը կարող են լինել անակնկալներով լի օրեր, որոնք կարող են վերաբերել կամ ձեր երեխաներին, կարող են վերաբերել կամ սիրած էակին, կամ միգուցե ձեր սիրած աշխատանքին, ինչ որ ստեղծագործական աշխատանքներով եք զբաղված, այստեղ անակնկալներ են սպասում։ Նաեւ շատ հանկարծակի կարող եք որոշել, որ ուզում եք մեկնել հանգստի։ Եվ այս Ուրանի հետընթացը տևելու է մինչև 2027 թվականի փետրվարի 8-ը։ Սեպտեմբերի 11-ին ունենք նորալուսին, այս նորալուսինը տեղի է ունենում ձեր 8-րդ ֆինանսական դաշտում եւ շատ ջրհոսների մոտ բացվում են ֆինանսական հնարավորություններ սեպտեմբերի 11-ից սկսած։ Ուրեմն տեսեք, բանկային հարցեր, որոնք նախկինում չէին ստացվել, այժմ ստացվելու են։ Ժառանգության հետ կապված հարցեր, կամ ինչ որ ֆինանսավորող կազմակերպությունների հետ կապված հարցեր, կամ մեծ գումարների հետ կապված հարցեր, որոնք դուք չէի կարողանում գլխի բերել, ուրեմն տեսեք, այստեղ սեպտեմբերի 11-ից հետո դրանք ստացվելու են շատ արագ ու շատ ձեզ հարմար պայմաններով։ Նաև 8-րդ ոլորտը ներկայացնում է գաղտնի սիրային կապը, հնարավոր է սեպտեմբերի 11-ից հետո ձեր կյանքում այսպիսի մարդ հայտնվի, ում հետ կգտնվեք գաղտնի սիրային կապի մեջ, որի մասին չեք ցանկանա բարձրաձայնել։ Ամսի 12-ին արդեն ունենք Մերկուրի Պլուտոն տրին ասպեկտը, սիրելիներս։ Ես նշեցի, որ Մերկուրին 9-րդ ոլորտից շատ լավ ասպեկտի մեջ է Պլուտոնի մեջ եւ նշանակում է ամսի 12-ը հոյակապ օր է ուսումնական գործընթացների համար, քննություններ հանձնելու համար, օտար երկիր մեկնելու համար, վիզա ստանալու համար, փաստաթղթային հարցերը կարգավորելու համար եւ ինչու՞ չէ դատական հարցերը ուրեմն շատ հաջող լուծելու համար։ Ամսի 14-ին Սև լուսինը տեղափոխվում է ձեր 12-րդ ոլորտ։ Սիրելիներս, Սև լուսնի մասին, Լիլիթի մասին նույնպես առանձին հոլովակ ունեմ։ Եթե դեռ չեք դիտել եւ չգիտեք թե ինչ է այն եւ ինչպես կարող է ձեզ վնասել, կարող եք այն գտնել իմ էջում։ Ուրեմն տեսեք,
տեսեք սև լուսինը սովորաբար 9 ամիս է լինում որևիցե ոլորտում եւ նշանակում է վերջին 9 ամիսներին սև լուսինը եղել է ձեր 11-րդ ոլորտում եւ խնդիրներ է առաջացրել ձեր եւ ձեր ընկերների միջեւ տարաձայնություններ։ Սև լուսինը շատ մեծ վնասներ չի հասցնում, սակայն կարողանում է իր վատ ասպեկտացիաներով ուրեմն ստեղծել այնպես իրավիճակներ, երբ մարդիկ միմյանց դավաճանում են, երբ մարդիկ միմյանցից բամբասում են։ Տեսեք, սև լուսինը 12-րդ ոլորտում հենց բերում է բամբասանք, այսինքն չարախոսություն ուրիշների հասցեին։ Եվ ինչու՞ չէ, նաև գաղտնիքներ է բերում սև լուսինը, գաղտնիքներ, որոնք այնքան էլ հաճելի չեն, եթե դրանք օրինակ բացահայտվում են, այնպես որ սիրելի ջրհոսներ, եթե ունեք գաղտնիքներ, ապա դրանք շատ խորը թաքցրեք, ոչ մեկի հետ մի կիսվեք, որովհետև սև լուսինը պատրաստվում է 9 ամիս լինել ձեր 12-րդ ոլորտում եւ նաեւ զերծ մնացեք մարդկանցից բամբասելուց, այսինքն երբեք ոչ մեկի հասցեին ինչ որ չար մտքեր մի արտահայտեք, որովհետև դա հետո ձեզ կոնֆլիկտի մեջ է գցելու։ Ամսի 15-ը մեզ մոտ մի փոքր լարված օր է, որովհետև ունենք Վեներա Պլուտոն լարված քառանկյունը։ Այստեղ պարզապես ձեզ խորհուրդ կտամ չվիճել ձեզանից տարիքով կամ պաշտոնով բարձր մարդու հետ, նաև աշխատավայրում շատ զուսպ լինել արտահայտման մեջ, որովհետև կոնֆլիկտային օր է լինելու։ Եվ այստեղ ամսի 18-ն է վթարային օր, սիրելիներս, ամսի 18-ը հիշեք, որպեսզի հեռու ճանապարհ չգնաք կամ եթե գնում եք ձեր մեքենայի անսարքություններին ուշադրություն դարձնեք։ Այս օրը նաև բարեհաջող չէ դատական հարցերի համար եւ ուսումնական ծրագրերի համար։ Ամսի 26-ն է հոյակապ օր մեզ մոտ, արևը 9-րդ ոլորտից Պլուտոնի հետ տրին է կազմում, առողջության հետ կապված հարցերը կարելի է լուծել, ընդհանրապես փաստաթղթային ցանկացած հարց կարելի է լուծել, տեսեք թե որքան ակտիվ ու լավ ամիս է սեպտեմբերը, բացառությամբ 1-2 օրվա, իսկ մնացած ամբողջ ժամանակահատվածը կարելի է այնքան արդյունավետ կազմակերպել, որ ձեր գործերը հաջող ստացվեն։ Հենց նույն օրը ամսի 26-ին ունենք լիալուսին եւ այս լիալուսինը տեղի է ունենում ձեր 3-րդ ոլորտում։ Սիրելի ջրհոսներ, 3-րդ ոլորտը սա քույրը եւ եղբայրն են, նրանց հետ կապված ինչ որ թեմա մոտենում է իր ավարտին։ Օրինակ, եթե անհաշտ եք, ինչ որ խնդիրներ կար քրոջ կամ եղբոր հետ, հնարավոր է ամսի 26-ի մոտակա օրերին նրա հետ հաշտվեք կամ հակառակը, ինչ որ խնդիր կար, այդ խնդիրը լուծվում է։ Նաեւ հնարավոր է, որ քրոջ կամ եղբոր կյանքում շատ կարեւոր իրադարձություն տեղի ունենա, այսինքն իմանաք, որ ենթադրենք ձեր քույրը կամ եղբայրը ամուսնանում են, երեխա են ունենում կամ ինչ որ կարեւոր պաշտոնի են անցնում։ Նաև այս լիալուսինը նախանշում է մեր տրանսպորտային միջոցը եւ եթե դուք մեքենայի հետ կապված հարցեր ունեք կամ ասենք վարորդական իրավունքի հետ կապված, ուրեմն ամսի 26-ի մոտակա օրերին այդ հարցերը լուծվում են, հստակեցվում են եւ դուք արդեն ստանում եք ձեր վարորդական իրավունքի վկայականը կամ ձեր մեքենան վերջապես վերանորոգում եք կամ վաճառում եք։ Ամսի 28-ին մարս մոլորակը, որը ամբողջ ամիս ձեր 6-րդ ոլորտում էր եւ բավականաչափ ձեզ ակտիվություն էր հաղորդում, որպեսզի զբաղվեք սպորտով, տեղափոխվում է ձեր 7-րդ ոլորտ։ Այստեղից արդեն շատ զգույշ ենք լինում, սիրելի ջրհոսներ, որովհետեւ Մարսը ակտիվ, ինչու՞ չէ նաև ագրեսիվ մոլորակ է եւ այն միշտ կոնֆլիկտային իրավիճակներ է հրահրում եւ հայտնվելով 7-րդ ոլորտում կարող է առաջացնել խնդիրներ ձեր եւ ձեր սիրելիի միջեւ, ձեր եւ ձեր հաճախորդի միջեւ, այնպես որ ամսի 28-ից սկսած ամբողջ հոկտեմբեր, ինչու՞ չէ նաև նոյեմբեր ամիսների ընթացքում Մարսը լինելու է ձեր 7-րդ ոլորտում, շատ ուշադիր եք լինում ձեր շրջապատի հետ, որպեսզի չվիճեք։ Հենց նույն օրը ամսի 28-ին ունենք շատ լավ ասպեկտ Արևի եւ Ուրանի միջև, ուրեմն տեսեք Արևի Ուրանի տրին ասպեկտն է ձևավորվում, Ուրանը նշեցի արդեն ձեր 5-րդ ոլորտում է, երեխաների թեման կարող է լինել, բայց Անակնկալ իրավիճակների տեսքով, այսինքն շատ հանկարծակի կարող եք իմանալ, որ դուք օրինակ ծնող եք դառնալու, կամ շատ հանկարծակի ձեզ կարող են աշխատանք առաջարկել, որը երեխաների հետ է կապված, կամ ստեղծագործական աշխատանքով կարող եք շատ հանկարծակի տարվել ու սկսել աշխատել, կամ այստեղ ծանոթություն կարող է լինել օտարերկրացու հետ եւ ինչու՞ չէ նաեւ սիրահարվածություն կարող է լինել։ Եվ ամսվա վերջին օրը, ամսի 30-ին Մերկուրի մոլորակը արդեն լքում է ձեր 9-րդ ոլորտը, տեղափոխվում է ձեր 10-րդ ոլորտ, որի
որի մասին արդեն խոսեմ հոկտեմբեր ամսվա ընթացքում, որովհետև Մերկուրին այստեղ բավական երկար է պատրաստվում լինել իր հետընթացի պատճառով, այնպես որ սիրելիներս մինչև ամսվա վերջ, սկսած սեպտեմբերի 10-ից, այն ամեն ինչ կապված է Մերկուրի մոլորակի ուրեմն հատկանիշների հետ, արք ու վաճառ, փաստաթղթային հարցեր, շփում հաղորդակցում, նոր ծանոթություններ, այդ ամենը իրականացրեք սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Դե սիրելիներս, այսքանը սեպտեմբեր ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ